Գուցե սրանից ավելի հեգնական բան չէի տեսել վերջին մի քանի տարիների ընթացքում։ Թրամփի նախաձեռնությամբ կազմակերպված անբովանդակ խաղաղության խորհրդի ժամանակ, որտեղ ներկա էր մեր գերագույն խրտվիլակը եւ Բաքվի բռնապետը, խոսվում էր խաղաղության մասին եւ թե որքան կարեւոր է խաղաղությունը։ Մինչդեռ միաժամանակ հենց այն նույն Թրամփի հրահանգով ԱՄՆ-ի նավատորմը մոտենում է Իրանի շուրջ, պատրաստվելով օդային մեծ հարվածներ հասնել այդ երկրին, որը, ի տարբերություն Իսրայելի, իրականում ոչ մի վտանգ չի սպառնում տարածաշրջանին։ Նման կուտակում Մերձավոր Արևելքի շուրջ երբևէ չի եղել, ինչը բոլորիս հուշում է, որ պատերազմը ամենայն հավանականությամբ անխուսափելի է։ Ամերիկայի ռազմաարդյունաբերությունը ցավոք սրտի վաղուց է եղել սիոնիզմի ամենահզոր զենքը, հատկապես Երկրորդ աշխարհամարտից սկսած, երբ փրկեցին Խորհրդային Միությունը եւ ջախջախեցին ազգայնականությունը Եվրոպայում։ Պատերազմի հրձիկ սիոնիստները չեն դադարի եւ հանգիստ չեն մնա, մինչեւ չսկսեն Երրորդ աշխարհամարտ եւ չստանան իրենց պատերազմը Իրանի դեմ, օգտագործելով Վաշինգտոնում ու Եվրոպայում իրենց բոլոր խամաճիկ դավաճաններին, ովքեր հոժարակամորեն համագործակցում են ջհուդների հետ։ Սրանից ավելի լավ ապացույց չկա, որ երբ խաբեբաքաղաքական գործիչները խոսում են խաղաղությունից, իրականում պատերազմի են պատրաստվում։ Մեծ ճգնաժամը մոտենում է։